ազատության իմաստով ամերիկան ֆանտաստիկ ֆենոմենալ հնարավորությունների երկիր է։ Ինչու։ Այնտեղ անում են homeschooling, տնային ուսուցում։ Որը բացակայում է դեռ Բոլոր սպորտսմենները, եթե ասենք գիմնաստներ, բան էլի, տենց, եթե իրանք պրոֆեսիոնալ թենիսով կամ ֆուտբոլով կամ որևէ բանով զբաղվեն, իրանք տնային ուսուցմամբ են։ Դա նշանակում է, իրանք կարող են սեպտեմբերից մինչև մայիս դպրոց չգնալ եւ միայն մայիսին մի հատ քննություն տալ մաթեմատիկա, անգլերեն։ Մեծ տարիքում էլ մի հատ science են տալիս, քիմիա, ֆիզիկա, կենսաբանության տես խառնուրդ, որ դպրոցը համոզվի, որ երեխան սովորում է։ Հիմա, երբ որ դու ունես homeschooling-ի հնարավորություն, այսինքն տնային ուսուցման, դու որպես ծնող արդեն կարող ես երեխային տալ առանձին դպրոցից դուրս, օրինակ, մաթեմատիկայի, լեզուների, աշխարհագրության, պատմության դասերի։ Իմ կարծիքով լավ թենիսիստը, լավ չեմպիոնը, եկեք Հերիկ Մխիթարյանի օրինակով գնանք, չէ՞ որ ինքը օրինակ 6-7 լեզու գիտի։ Ինքը սովորում է, կամ ժամանակին Զեյդորֆ այդպիսի ֆուտբոլիստ կար բարձրագույն կրթությամբ, Զիդանը, մյուսները, այս մարդիկ իրենք նաև խայտառակ աշխատասեր են իրենց կրթության վրա։ Կրթություն ասելով խոսենք նրանք գիտեն ամեն ինչ սովորելու արվեստը, կարծես թե օրինակ Ֆեդերերին ասես դու պետքա հիմա խաղաս բադմինտոն, մի 6 ամիս 10 ինքը 90% բադմինտոնի խաղացողներին կհաղթի, որտեվ ինքը այդ կրթության այդ կոմպոնենտը սովորելու արվեստը գիտի։ Եթե բաժանենք ինտելեկտ ու ընդհանուր կրթություն, այդ ինտելեկտ բառը հենց չի բնորոշում քիչ թե շատ, որտեղ մեր մարզաձևում էլ, եթե դու բավարար չափով ինտելեկտ չունես, բացառվում է դու top 100-ի խաղացող դառնաս։ Խաղի մակարդակից երևում է, էլի։ Դե դրանից սկսած ինչ երաժշտություն ես դու լսում, օրինակ ես չեմ տեսել թենիսիստ, որ ռաբիզ երաժշտություն լսի, այսինքն կարանք լսենք, կարող ենք, բայց այսինքն non-stop եթե ռաբիզ ես լսում, դու limited թենիսիստ կլնես, լավ չես խաղա։ Եթե լսես ռոք կամ ուրիշ կամ ջազ կամ տարբեր կլասիկ, եթե դու լսես ավելի լայն երաժշտություն, քո այն ինչ որ ես խոսում եմ ամենասկզբում myelinationի մասին, հենց դրա մասին է, որ դու երեխային զարգացնում ես համակողմանի, ինքը նաև խելացի է լինում։ Ձեր հարցին պատասխանելով, ըստ իս, եթե թենիսիստը պրոֆեսիոնալ է, արժի որ ինքը տնային ուսուցման գնա, պայմանով, որ պետությունը ամեն մայիսին ստուգի իր գիտելիքները եւ ծնողը պարտավորություն վերցնի, որ երեխային հանրակրթական ծրագրով կսովորեցնի կամ ինքը կամ իր կողմից վարձած մասնագետները։